Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է մեծանալ, որն է ԱՄՆ-ի նպատակը։ Թրամփը հայտարարել է, որ ուզում են Իրանում իշխանափոխություն իրականացնել, այսինքն ընդհանուր համակարգի և ռեժիմի փոփոխություն։ Արդյոք սա հնարավոր է։ Մենք գիտենք պատմությունից, որ 53 թվականին ամերիկացիները և անգլիացիները միասին կարողացան Իրանում հեղաշրջում, իշխանափոխություն կազմակերպել և շահին բերել իշխանության։ Դա արեցին, քանի որ այդ ժամանակվա վարչապետ Մոսադաղը ուզում էր պետականացնել նավթային ռեսուրսները, իսկ դրանք այդ ժամանակ պատկանում էին բրիտանական British Petroleum-ին մեծամասամբ։ Եվ դրա համար իրականացրեցին այդ իշխանափոխությունը։ Իսկ հիմա ինչու են ուզում դա անել։ Հիմա ուզում են դա անել, քանի որ Իրանը դրանից հետո, երբ կարողացան շահին գցել և ներկայի իշխանությունները հաստատվեցին, այսինքն իսլամական պետությունը, Իրանի իսլամական պետությունը, այս իշխանությունը կղերական հաստատվեց, նրանք հայտարարեցին, որ ԱՄՆ, Իսրայելը թշնամական պետություններ են, Մեծ Բրիտանիան էլ իրենց հետ միասին։ Եվ Իրանը լինելով նավթային մեծ պաշարներ մատակարարող նաև Չինաստանի հիմնական մատակարարներից է։ Իսկ գիտենք, որ ԱՄՆ իր օրակարգում դրել է, անվտանգային օրակարգում, որ Չինաստանը իր թիվ 1 անվտանգության առումով թիրախն է։ Եվ հետևաբար սրա երկարաժամկետ և գլխավոր նպատակն է Իրանի վրա մեծ ազդեցություն ունենալ, որպեսզի կարողանան այդ պաշարների կառավարման, վաճառքի և այլնի վրա որոշումներ կայացնել։ Իսրայելի շահագրգռվածությունը նա է, որ տարածաշրջանում ուզում է հեգեմոն դիրք զբաղեցնել և օրինակ այն ուժերը Հեզբոլլահ և Համաս և մյուսներ, որոնք ընդդիմանում էին Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությանը, օրինակ Գազան վերցնելու և մյուս տարածքներ գրավելու, դրան ընդդիմանում էին Իրանին ենթարկվող ուժեր, այդ Հեզբոլլահ ասածը, Համաս ասածը, ենթարկվել ասած գաղափարական առումով և նաև Իրանի կողմից ռազմական աջակցության։ Սա է պատճառը նաև, որ կարելի է ասել երեկ Հեզբոլլահը նույնպես միացավ այս պատերազմին, Իսրայելը սկսել է հարվածել նաև Լիբանանին, մյուս կողմից Իրանը այս գործընթացում, այս պատերազմում ինքն էլ հարվածում է Քաթարին, Օմանին, Բահրեյնին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, տարածաշրջանում իր հարավում, մի խոսքով, ինչքան պետություն կա արաբական, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, Իրանը սկսել է հարվածել դրանց։ Իհարկե Իրանի վիճակը ծանր է, հաշվի առնելով, թե ամերիկյան ինչ զորեղ բանակ է նրանց դեմ դուրս եկել և որ նրանց էլ աջակցում են տարածաշրջանի պետությունները, նաև Իսրայելը, որը նույնպես ունի տեխնոլոգիապես զարգացած ռազմուժ և բանակ։ Եվ հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարեց, որ նրանք էլ իրենց ռազմաբազաները կտրամադրեն, նախորդիվ ասել էին, որ չեն տրամադրում, հիմա հայտարարեցին, որ իրենք էլ են տրամադրում իրենց ռազմաբազաները այս պատերազմին սպասարկելու համար, իբր թե պաշտպանվելու Իրանի հարձակումներից։ Իրանում իրականում հեղաշրջում իրականացնելը, իշխանափոխություն իրականացնելը շատ բարդ է հիմա, որովհետև Իրանը ի տարբերություն մեր տարածաշրջանի այլ պետությունների, հատկապես մեզ ընդհանրապես այս ամեն ինչից հանում են, որովհետև ոչ հասկացել ենք աշխարհում ինչա տեղի ունենում, ոչ էլ այս իշխանությունների և համակարգի ներքո հասկանալու ենք, ինչևէ, իրենք ստեղծել են մի համակարգ, որ շղթայաձև, երբ առաջինը գլխավորին վերացնում են, հաջորդիվ պատասխանատվությունը ստանձնում է երկրորդը, երրորդը, չորրորդը և իրենք ունեն ցանցաձև սարքած համակարգ, ինչքան էլ դա բուրգաձև է, այսինքն դուք տեսնում եք մարդիկ, որոնք գլխավոր որոշումներ կայացնողն են, բայց դրա տակ կան ցանցեր, կա համակարգ ուժեղ սարքած, ես չեմ խոսում իդեպ լավ ա դա, վատ ա, բայց այդ համակարգը քանդել և օրինակ շահի որդուն, որը հիմա ԱՄՆ-ում է, ԱՄՆ-ի քաղաքացի և տեսականորեն նաև ամերիկացիները կուզենային դրան բերել իշխանության, որպեսզի իրենց ազդեցության տակ հայտնվեր Իրանը, շատ և շատ բարդ է, կարելի է ասել Իրանում պետք է քաղաքացիական պատերազմ լինի և նրանք տարիներ շարունակ կարողանան հաղթել, որպեսզի դա տեղի ունենա։ Իրանը 90 միլիոնից ավել ժողովուրդ են և այդ համակարգը մեծամասամբ կառավարում է այդ մարդկանց, այդ ցույցերը, որ տեղի են ունենում, այո, դրանք էլ ազդեցիկ նշանակություն ունեն, բայց դա այդ ուժը չէ, այդ մարդիկ զինված չեն, այդ մարդիկ համակարգ չունեն, իսկ փոխարենը դրա դիմաց Հեղափոխության պահապաններ կոչվածը մեկը 200-300 հազարանոց զինված ցանցային բանակ է, բանակից զատ օֆիցիալ, որը գաղափարապես պաշտպանում է այդ իշխանությանը և շատ դժվար է լինելու նման պարագայում հեղաշրջում կազմակերպել։
Բայց ամեն դեպքում սրա հետևանքով ԱՄՆ գիտի, որ կարողանալու է Իրանի համակարգը շատ թուլացնել եւ որոշակիորեն իր հետ պայմանավորության բերել։ Ուրանի հարստացման մասով Իրանը կարելի ասել համաձայնվել էր ԱՄՆ-ի բոլոր պահանջներին, բայց հետո ուրիշ պահանջ են առաջ քաշում, որ այդ հեռահար հրթիռները պետք է դադարեցնես արտադրել։ Այդ նշանակում է պետության ասում են դու քո ինքնապաշտպանության, քո շահերի պաշտպանությամբ, ռազմարտունաբերությամբ պետք է դադարեցնես, որը անհնարին բան էր, այսինքն առաջարկ են անում մի բան, որը պատասխանը մերժումն է, քանի որ նախորդ առաջարկն էլ էլի բարդ առաջարկ էր, անսպասելիորեն երևի թե Իրանը համաձայնվել էր, եւ դրա համար էլ պատերազմական գործողություններն են գնում հիմա, հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի դոկտրինն է խաղաղություն ուժի միջոցով, այսինքն պատերազմ ես անում եւ քո շահերը պարտադրում ես։ Ստեղ նաեւ մի բան էլ ասեմ, որ Տրամպի քաղաքականությունը նա է, որ ինքը ցույց տա, որ ինքը խոսքի եւ գործի մարդ է, այսինքն երբ ասում է ձեր համար վատ կլինի, ես ուժով եմ իմ ուզածը անել տալու, նա անող է դա։ Եվ սա նաեւ ցույցիչ է, որ ԱՄՆ լուրջ է տրամադրված, օրինակ Գրենլանդիայի հարցում։ Եվ հաջորդիվ սպասեք ավելի լուրջ գործողությունների այնտեղ, եւ եվրոպացիները նաեւ Դանիան եւ մյուսները հիմա մտահոգված են այս առումով, որտեվ երբ ԱՄՆ հաջողում է այստեղ, իհարկե այստեղ այս տարածաշրջանում հիմա այնպիսի գժանոց է դառնում, որ այդ հաջողումը կարող է ամիսներ կամ տարիներ տևել, ամեն պարագայում եւ հաջորդիվ էլ չգիտենք ինչ զարգացումներ սա կունենա, Ռուսաստանն էլ ընդեղ Ուկրաինայով է զբաղված, հետեւաբար Իրանին առանձնապես չեն կարող օգնել, Չինաստանը դե չի ուզենա տարածաշրջանում հիմա պատերազմի մեջ ընկնել, բայց ուշով հետևում են հասկանալու այս պատերազմի որակը, բնույթը, չինացիներն սովորելուց շատ ուժեղ են դասեր են քաղում, ի տարբերություն էլի կրկնեմ մեզ, ամփոփելով ասեմ, որ ամերիկյան իշխանությունները Թրամպը մասնապես իր քաղաքականությունն է ուժով պարտադրել իր շահերը, դիվանագիտությունը փոքր, ավելի շատ ռազմական, այն փափուկ ուժի քաղաքականությունները տարբեր ծրագրերով, էսով, ինչ-որ գործողություններ տարիներով անել, արդեն լրիվ դրել են մի կողմ, եւ իրենք հասկանում են, որ Չինաստանի հետ մրցակցությանը իրապես չեն արդեն դիմանում, որտեղ շատ առաջ են չինացիները անցել եւ հետեւաբար նման գործողություններով իրենք պետք է կարողանան ավելի մեծ աշխարհում ռեսուրսների սկսել տիրապետել, որպեսզի կարողանան իրենց արդյունաբերական եւ ռազմական պոտենցիալի զորությունը շարունակեն աճեցնել։ Այլապես եթե դա տեղի չունենա, հաջորդիվ 10-20 տարում մենք կտեսնենք, որ Չինաստանը եւ ռազմական եւ տնտեսական ուժով կանցնի ԱՄՆ-ին։ Սա է ընդհանուր վիճակը, ընդհանուր մեծ պատկերը, փոքր իրադարձություններին դուք լրատվականներից էլ եք տեղեկանում, լավ եղեք, բոլորիդ լավ օր։